Պաշտոնական վիճակագրության տվյալները 2019-ի դրությամբ մենք ունեինք 71 դպրոցներ, որոնք չունեին ջրամատակարարում։ 24-ի ավարտին խնդրում եմ ուշադիր լինել, որ խոսքս 24-ի տվյալներին է վերաբերում, պաշտոնական վիճակագրությունը 25-ի մասով կհրապարակվի միայն հաջորդ տարի, եւ սա նշանակում է, որ այս տարվա ցուցանիշները այստեղ նույնիսկ արտացոլված չեն, այս դպրոցների թիվը կրճատվել է 30-ով։ Գոյուղի չունեցող 138 դպրոցներ ենք ունեցել 2019-ին։ Այս դպրոցների թիվը 24 թվականի ավարտի դրությամբ կրճատվել է 41-ով։ Վառարանով կամ էլեկտրական ջեռուցիչով տաքացվող 438 դպրոցներ ենք ունեցել 2019-ին, դրանց թիվը կրճատվել է 93-ով։ Ընդհանրապես չջեռուցվող դպրոցների թիվը նույնպես կրճատվել է եւ այս տարեվերջի դրությամբ կարծում եմ, որ նման դպրոց ուղղակի չենք ունենա։ Ու սա դեռևս չամփոփած 300 դպրոցների ծրագիրը, ըստ էության կեսին էլ չհասած, մենք արդեն այս ցուցանիշները ունենք եւ սա նշանակում է, որ թիրախի իմաստով ընտրված են այն դպրոցները, այն խնդիրները, որոնք համակարգը բարեփոխելու ուղիղ ճանապարհն են ցույց տալիս։ Եվ որպեսզի նաև պարզ դառնա, թե ինչ բովանդակային եւ որակական փոփոխություն ենք արձանագրում մեր այս շինարարության ծրագրերով, եւս մեկ կարևոր ցուցանիշ բերեմ, որը 500 մանկապարտեզների ծրագրի արդյունքն է ցույց տալիս։ 2019 թվականին գյուղական բնակավայրերում մենք ունեցել ենք 439 գործող մանկապարտեզներ։ 24 թվականի ավարտին մենք ունեինք արդեն գյուղական 630 մանկապարտեզներ, շուրջ 200-ով ավելի, քան 2019-ին։ Եվ սա դեռևս չհաշված 2025-ի նորանոր մանկապարտեզները, որոնց բացումները կարծում եմ չեք հասցնում նույնիսկ հետևել, որովհետև գրեթե յուրաքանչյուր շաբաթ, գրեթե յուրաքանչյուր օր տարբեր մարզերում, տարբեր բնակավայրերում մենք տեսնում ենք նորանոր աշխատանքների ավարտ եւ նորանոր երեխաների մուտք նախադպրոցական կրթություն։ Եվ կարծում եմ, որ մյուս տարվա պաշտոնական վիճակագրությունը կգա նաեւ հավաստելու այս նոր արդյունքները։ Եվ պետք է նշեմ նաև, որ կառավարության ծրագրի մեր մյուս կարևոր թիրախը, որը դպրոցների հագեցումն էր արդիական, բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաներով, այսօր արդեն հասել է մի հանգրվանի, որ մեր դպրոցներից շուրջ 800-ը կամ 60% ունեն անհրաժեշտ լաբորատորիաները, մյուս տարի նախատեսված է բյուջեով բոլոր դպրոցները հագեցված կլինեն անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով եւ սա նաեւ մեր բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության որակի բարձրացման ամենակարևոր գործիքներից է եւ բազմիցս ենք տեսնում, որ դրական ազդեցությունը երեխաների գիտելիքների, հմտությունների այս ոլորտներով հետաքրքրվածության ուղղությամբ էապես աճում է։ Պետք է նշեմ, որ եթե միայն դպրոցների ֆինանսավորման մասին խոսենք, որը վերաբերում է դպրոցների ստանդարտ ֆինանսավորմանը, ներառելով կոմունալ ծախսերը, աշխատավարձային ֆոնդը, 2019-ին դպրոցների ֆինանսավորումը եղել է 85.26 միլիարդ դրամ։ 26 թվականի բյուջեով այն կկազմի արդեն 131.6 միլիարդ դրամ, աճը 64.8% է։ 64.8% աճ միայն դպրոցների ընթացիկ ֆինանսավորման ծախսով 2019-ի նկատմամբ, որը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ մեր հատկացումները բերում են մի իրավիճակի, որ դպրոցները կարող են պատշաճ հոգալ բոլոր խնդիրները։ Եվ սրանք առաջին հերթին կրթության որակին ուղղված բարեփոխումներ են։ Պետք է հիշեցնեմ, որ 2000-ականներին անտեսելով մանկավարժական, կրթական որևէ նպատակահարմարություն, ելնելով կրթության որակի հաշվին փող խնայելու նպատակադրումից, ուսուցչական դրույքը փոխվել էր 22 շաբաթական դասաժամի, ինչը նշանակում էր, որ մեր ուսուցիչները պետք է հասցնեին միայն վազել մեկ դասից մյուսը առանց ժամանակ ունենալու եւ պատշաճ պատրաստվելու դրանց, եւ այն կարեւորագույն փոփոխությունը, որ մենք իրականացրել ենք եւ որը նաեւ արտացոլված է այս ֆինանսավորման ծավալների աճի մեջ, այն է, որ ուսուցչական դրույքը դարձել է շաբաթական 18 դասաժամ տարրական դասարաններում եւ 20 դասաժամ հիմնական եւ ավագ դասարաններում, որը կրթության որակի ապահովման ուղիղ ճանապարհ է, իհարկե նաեւ ուսուցչի բարձրացման բարձրացման անուղղակի ազդեցությամբ։
Եվ մի բան էլ կուզեմ նշել, որը ցույց է տալիս նաև ինչպես է փոխվել համակարգի արդյունավետությունը։ 2019 թվականին համակարգում ուսուցիչների մեծ մասը ուներ մինչև 1 դրույք ծանրաբեռնվածություն, այդ թվում մինչև 0.25 դրույք, մինչև կես դրույք ծանրաբեռնվածություն, ինչը համատարած էր դարձնում 30-40 հազար դրամ ստացող ուսուցիչների թիվը։ Վերջին տարիները եղել են նաև այս ուրեմն իրավիճակի արդյունավետ փոփոխության տարիներ։ Եթե մենք 2019-ին 1 դրույք եւ ավել ծանրաբեռնվածությամբ 6971 ուսուցիչ ենք ունեցել 31000-ից, այսինքն ուսուցչական կազմի մեծ մասը թերբեռնված է աշխատել ցածր վարձատրությամբ, ապա այսօր այդ ուսուցիչների թիվը կրկնապատկվել է։ Այսօր մենք խոսում ենք շուրջ 14000 ուսուցիչների մասին, որոնք միջին ծանրաբեռնվածությունը 1 դրույք եւ ավել է։ Եվ սա նշանակում է, որ մենք թե համակարգի արդյունավետությունն ենք բարձրացնում, թե աշխատուժի ճիշտ օգտագործում ենք պլանավորում, ինչը նաև բերում է յուրաքանչյուր առանձին ուսուցչի վարձատրության բարձրացմանը։ Եվ սա նաև այն կառավարման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների հետևանքն է, որը իրականացվում է։ Բարձրացել է նաև ուսուցչական կազմի կրթական մակարդակը։ 19 թվականին մենք համակարգում ունեինք ավելի քան 2200 ուսուցիչներ, որոնք չունեին բարձրագույն կրթություն։ Այսօր համակարգում մնացել են միայն 594 նման ուսուցիչներ, որոնք կամավոր ատեստավորվել են, հավաստել են իրենց առարկայական իմացությունը եւ մնացել են աշխատելու։ Ընդհանրապես արդեն այս պահին մենք ունենք 6300-ից ավել ուսուցիչներ, որոնք կամավոր ատեստավորված են, էապես բարձրացրել են իրենց վարձատրությունը, 8400-ից ավել ուսուցիչներ դիմել են այս տարի մասնակցելու կամավոր ատեստավորմանը, որը մեկնարկելու է հենց այս շաբաթ։ Սա նշանակում է, որ ուսուցիչների շուրջ կեսը արդեն իսկ կամ կամավոր ատեստավորված է, կամ դիմել է, որ դառնա համակարգի շահառու։ Մյուս տարվա համար մենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին պետական բյուջեով նախատեսել ենք ավելի քան 20 միլիարդ դրամ, որը կրկնակի ավել է, քան 24 թվականին։ Եվ սա էլ պարզ պատասխան է բոլոր այն պնդումներին, թե համակարգերը մտածված են այնպես, որպեսզի ունենան հնարավորինս քիչ շահառուներ։ Հաջորդ տարվա համար մենք նախատեսում ենք, որ ավելի քան 12000 կամավոր ատեստավորված եւ բարձր վարձատրություն ստացող ուսուցիչ կունենանք։ Եթե մեր կանխատեսումները գերազանցվեն, մենք միայն ուրախ կլինենք, որովհետեւ այս ճանապարհը նաեւ բերում է աշխատանքային արժանապատիվ պայմաններ մեր ուսուցիչների համար եւ բարձրացնում է նրանց մոտիվացիան։ Ընդհանուր առմամբ խոսելով այս ծրագրերից պետք է հիշեցնեմ նաև, որ ոլորտում գործում են հավելավճարի այլ ծրագրեր բնագիտական ուսուցիչների, գյուղական փոքր դպրոցների համար, որոնք շարունակելու են գործել եւ որոնք նույնպես ներառված են իմ նշած ցուցանիշներում։ Որպեսզի տեսնենք, թե այս հատկացումները ինչպիսի ազդեցություն են թողնում կրթության որակի վրա, ես 1-2 պարզ ցուցանիշ նշեմ, գիտեմ, որ ժամանակը շատ չի, շատ մանրամասն ամեն ինչի վրա չեմ կանգնելու, հուսամ հետո հարցերի միջոցով կանդրադառնամ ավելի մանրամասն տվյալների, բայց այս 2 ցուցանիշը առանձնահատուկ կուզեմ ընդգծել։ Երեխաների կրթության համակարգում ընդգրկվածությունը էապես աճել է։ Պաշտոնական վիճակագրությամբ 2019-ին այդ ցուցանիշը 83.2% էր։ 24-ի պաշտոնական վիճակագրությամբ առանց հաշվի առնելու մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում սովորողների ընդգրկվածությունը 90.2% է։ Ներառելով մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը, որտեղ գնում է մեր յուրաքանչյուր 9-րդ դասարանը ավարտած 3-րդ ուսանողը, ավելի քան 94% է։ Մեկ այլ կարևոր ցուցանիշ, որը ցույց է տալիս, թե մեր երեխաների միջազգային մրցունակությունը ինչպես է փոխվում, մեր երեխաների ցուցանիշներն են միջազգային օլիմպիադաներում։ Այս տարի 20 միջազգային օլիմպիադաների մասնակցություն ենք ունեցել, 80 մեդալներ են գրանցվել, 12 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ, որոնցից մեկը արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էինք առաջին անգամ։ Պետական հանրակրթական դպրոցի մեր սովորողները մասնակցելով տարբեր երկրների մասնագիտացված մասնավոր դպրոցների աշակերտների հետ միասին կազմակերպված օլիմպիադային կարողացել են մեդալ բերել։
Եվ պետք է հիշեցնեմ, որ այսօր մեր 38 դպրոցներում ավելի քան 1000 աշակերտներ ավագ դասարաններում սովորող արհեստական բանականություն են ուսուցանում մեր մասնավոր ոլորտի գործընկերների հետ համագործակցությամբ։ Մեկ այլ կարևոր ցուցանիշ, որ ցույց է տալիս